8 տարի երեխա պահեցի, տվեցի ես բանակի, ուրայի երեխեն, ինչի տարակ 15 երեխու վառեցիք, բերեցիք տվեցիք իմ երեխու, պողդիք տարած, իմ երեխեն միակ չացած ատամջում, դիապերանի մեջ, իսկ դուք 12 հացկեց իմ երեխեն արդուր ա եղել, 10-20 պակաս դեպք եղել ա, ասիներ են մի կոպեի բաժակով, որ ես կովրա բենզին լծեմ, դու կվառվես, ես էլ չեմ վառվի, ինչի 15 երեխու վառիք, ինչն է, տիկին, պատասխան տամ, դուք հարցը ավարտեք, ես պատասխանը կտամ։ 15 երեխու կողմից խոսում եմ, դուք վառեցիք 15 երեխու, ձեր կեղտերը ստացկելու համար, ես իմ երեխուն եմ ուզում, ինձի ոչ մի բան պետք չի, ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բանի լավելով, դուք ոչ մի բանի չեք հասնի, ես իմ երեխուն եմ ուզում, ես շատ տաճակում, 18 տարի քայլել եմ այդ երեխու հետ, ուրայի երեխեն, ես եք սևավոր դարձրիք մեզի, խի կարաս ասես, ես չեմ հանգստանում, ես գիշերը հարցում լաշկելից իմ երեխին եմ ուզում, ոչ մի բան պետք չի, դուք տարած մեր երեխեքի վարիք, ողջին տարած մերիք դենիքի վանաչը, իմ երեխեն ատոմնի սիրում էր, ոչ մի արի, ես նոխում եմ կեզնից, սխում եմ կեզնից, իմ երեխեն դոշ տված, դպրոցի մոտից եք որ գնացեք, դպրոցի մոտից իմ երեխեն, ձեզ, ես էլ եմ ընտրել, հետ մանգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ են օրը, որ ես ձեզ ընտրել, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք զբանիկ եք 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրի մանկապարտեզ սարքի, դպրոց սարքի, ինչի համար եք դպրոց սարքը, որ թուրքերը գալ լծվեն, դրա համար, ես չեմ ուզում իմ քյորբա երեխեն թուրքի մաշին դառնա, ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա, չեմ ուզում, ես ուզում եմ իմ երեխուն, կարաս իմ երեխուն բերես, ինձ քեզնից ոչ մի բան պետք չի։ Դուք ավարտեք ես կարձականք։ Ես 18 տարեկան երեխա եմ գրկել, պահել եմ, մեծացրել, յա հետ քայլել եմ, ու այսօր իմ երեխան չկա, ես իմ երեխան եմ ուզում, 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեվա մեջ վառեցիք, ես ապացույցներ ունեմ, իմ երեխան 12 անցկես արդյուն ա եղել, իսկ այս 11-ին 20 պակաս դեպքն եղա, դուք որ հելակ հայտարարություն շատ լավ, ավարտեք ձեր ասելիքը, իմ ասելիքն է նա, դուք ինչքանով եք վստահ, որ այդ երեխեքը մնացին վառման դուրս չեկան, դուք հելակ հաջորդ օրը հայտարարություն արեցիք, որ այդ երեխեքը չկարացան մի սուրճի բաժակով բենզինը լցրեց, այդ սպայա ինչ գրողա արածով իբր թե երեխեքը մնացին այդ ամեջ ես հիմա կարձականք եմ, ավարտեցիք։ Ուրեմն ժողովուրդ, դուք գիտեք այդ դեպքը 15 մեր զինվորների դեպքը եւ գործը հիմա դատարանում է եւ դրանից հետո դե լավ տիկին հասկացանք, հա։ Ես դրանից հետո կորպուսի հրամանատար ազատվել է, բազմատասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից եւ հիմա դատավարություն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։